Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, ծայրահեղ լարված, էմոցիոնալ, հոգեբանական ծանրագույն շերտերով եւ պարզապես ճակատագրական զարգացումներով լի վերլուծությունը։ Իրադարձություններն այնպիսի դաժան ու անկանխատեսելի ընթացք են ստանում, որ կերպարների կյանքը բառից բուն իմաստով վերածվում է իսկական մարտադաշտի, որտեղ ամեն մեկը պայքարում է իր փրկության կամ վրեժի համար։ Դե ինչ, հարմար տեղավորվեք, որովհետև մենք սկսում ենք մանրամասն քննարկել սերիալի ամենաթեժ եւ շոկային դրվագները, որոնք անպայման ձեզնից կպահանջեն մոտ 5 րոպեի լիակատար խորասուզում այս խճճված պատմության մեջ։ Ամեն ինչ սկսվում է Մինասի գրասենյակում, որտեղ շարունակվում է նրա եւ Մանեի արգելված ու չափազանց վտանգավոր սիրախաղը։ Մանեն, ով արդեն հասցրել է վերածվել իսկական մանիպուլյատորի, կրկին միացնում է խեղճ ու անպաշտպան զոհի իր սիրելի ռեժիմը։ Նա խիստ անհանգիստ ու վախեցած տեսքով կիսվում է Մինասի հետ իր տագնապներով, հիշեցնելով, որ Մինասն ամուսնացած մարդ է եւ ամեն րոպե նրա օրինական կինը կարող է իմանալ իրենց գաղտնի կապի մասին, ինչը կհանգեցնի ահռելի սկանդալի։ Մինասը կուրացած այս նոր հրապուրանքից եւ կորցնելով իրականության զգացումը հանգստացնում է նրան, տալով տղամարդկային խոստում։ Նա վստահեցնում է, որ ցանկացած պարագայում եւ միշտ լինելու է Մանեի կողքին ու պաշտպանելու է նրան բոլորից։ Երբ Մանեն իր հատուկ ոճով ճշտում է արդյոք խոսքն իսկապես բոլորի մասին է, Մինասը հաստատակամորեն պնդում է, որ այո, ոչ ոք չի կարող վնասել նրան։ Լսելով այս խոսքերը Մանեն համեմատաբար հանգստանում է, կարծելով, թե վերջապես գտել է իր հզոր հովանավորին ու ապահով ապաստարանը, սակայն նա դեռ չի էլ պատկերացնում, թե գրասենյակի շենքից դուրս գալուն պես ինչ դաժան ու արյունալի անակնկալ է իրեն սպասվում։ Ինչպես հիշում եք, նվերը պատահաբար ականատես էր եղել Մինասի եւ Մանեի կրքոտ գրկախառնությանը։ Այդ տեսարանը պարզապես խելագարության էր հասցրել նրան, եւ հիմա նա գիշատիչի պես դարանակալել է շենքի դիմաց, անհամբեր սպասելով, թե երբ է Մանեն դուրս գալու։ Նվերի նպատակը մեկն է՝ ոչնչացնել նրան եւ ցույց տալ նրա իրական տեղը, եւ հենց այդպես էլ լինում է։ Հենց Մանեն անհոգ քայլերով դուրս է գալիս շենքից, նվերը կայծակնային արագությամբ հարձակվում է նրա վրա։ Նա սկսում է դաժանաբար խեղդել աղջկան, ատելությամբ հարցնելով, թե այս ինչ էժանագին ու կեղտոտ խաղերի մեջ է նա մտել եւ իրականում ինչ է ուզում ստանալ Մինասից։ Բայց եթե նվերը սպասում էր, որ Մանեն կլացի ու ներողություն կխնդրի, ապա չարաչար սխալվում էր։ Շնչահեղձ լինելով հանդերձ, Մանեն պատռում է իր միամիտ դիմակն ու ուղիղ դեմքին շպրտում իրականությունը։ Նա ցինիկաբար ասում է, որ չի էլ պատրաստվում թաքցնել իր նպատակները։ Ինքը վճռական է տրամադրված եւ անպայման ամենաարյունալի ձևով վրեժ է լուծելու բոլոր այն մարդկանցից, ովքեր կործանել են իր կյանքն ու դարձրել այս դժբախտության պատճառը։ Եվ այդ ցուցակի առաջին հորիզոնականում հենց ինքն է՝ նվերը։ Լսելով Մանեի այս աներես խոստովանությունը, նվերը վերջնականապես կորցնում է բանականությունը եւ խոստանում, որ հենց այնտեղ էլ կխեղդի նրան, թույլ չտալով ավարտին հասցնել իր պլանները։ Մինչ փողոցում կրքերը հասնում են ֆիզիկական բախման, Մինասի տանը տեղի է ունենում ընտանեկան իսկական աղետ։ Վերադառնալով տուն, Մինասը կայացնում է իր կյանքի ամենակոշտ որոշումը։ Նա մոտենում է Սյուզիին եւ շատ սառը, անդրդվելի տոնով հայտարարում, որ իրենց հարաբերությունների հարցը պետք է արագ եւ վերջնական լուծվի, քանի որ այլևս անհնար է այսպես կեղծիքի մեջ շարունակել։ Մինասը ոչ միայն որոշում է վռնդել Սյուզիին իր տանից, այլև իջեցնում է ամենածանր հարվածը։ Նա ասում է, որ իրենց երեխային, փոքրիկ Եվային, պահելու է իր մոտ։ Կարճ ասած, Մինասը պահանջում է ամուսնալուծություն, թողնելով Սյուզիին փողոցում, զրկված ընտանիքից, երեխայից եւ այն ապահովությունից, որը նա այդքան փորձում էր պահպանել, աչք փակելով Մինասի դավաճանությունների վրա։ Սա իսկական շոկ է Սյուզիի համար, ով արդեն անելանելի վիճակում է։
Իսկ երեկոյան լարվածությունը տեղափոխվում է Մանեի բնակարան, որտեղ անսպասելիորեն ներխուժում է Հարութը։ Նա ծայրահեղ լարված է ու հուսահատ, քանի որ փնտրում է իր նախկին ընկերոջը՝ Գոռին, ով անսպասելիորեն անհետացել է այն բանից հետո, երբ բացահայտվեց նրա դավաճանությունը եւ կապը Սեդայի առևանգման հետ։ Հարութը հույս ունի Մանեից գոնե մի փոքրիկ լուր իմանալ Գոռի գտնվելու վայրի մասին։ Սակայն Մանեն սառնասրտորեն ասում է, որ ինքը բացարձակապես ոչ մի բանից տեղյակ չէ։ Այդ պահին Հարութը նայում է Մանեի դեմքին, այն աղջկա դեմքին, ում ինքը ժամանակին անսահման սիրում էր ու պաշտպանում, եւ տեսնում է միայն կեղծիք, ինտրիգներ ու այլասերվածություն։ Նա հասկանում է, թե ինչ հրեշի է վերածվել Մանեն եւ արտասանում է միակ ճշմարիտ խոսքը. «Դու պարզապես զզվելի ես»։ Այս բառերով Հարութը վերջնականապես խաչ է քաշում նրանց անցյալի վրա, թողնելով Մանեին մենակ իր կեղտոտ վրեժի ու մեղքերի հետ։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հեռուստադիտողներ, արդյոք Սյուզին հեշտությամբ կհանձնվի ու կթողնի իր երեխային Մինասին, եւ կկարողանա արդյոք Հարութը գտնել փախուստի դիմաց Գոռին ու նրան հանձնել արդարադատությանը։ Անպայման գրեք ձեր վերլուծություններն ու կանխատեսումները մեկնաբանություններում, ես մեծ սիրով կկարդամ եւ կքննարկեմ ձեզ հետ։ Ինչպես նաև չմոռանաք հավանել այս տեսանյութն ու բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միշտ առաջինը տեղեկանաք ամենաթեժ զարգացումներին։ Կհանդիպենք շատ շուտով։